Սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզում ներքին գործերի նախարարության փրկարարծառայության կողմից կազմակերպվել եւ անցկացվել են ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը թեմայով շտաբային ուսումնավարժություն եւ հրամանատարական մասնագիտական պարապմունք։ Միջոցառման նպատակը Սյունիքի մարզում ուժեղ երկրաշարժի հետևանքներին արձագանքման գործողությունները գնահատելը, կազմակերպչական ու նյութատեխնիկական հնարավորությունները պարզելը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակում գործող համակարգերի աշխատանքը վերլուծելն էր։ Ուսումնավարժության մեկնարկը տրվել է փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ողջույնի խոսքով։ Կամո Ցուցուլյանն ընդգծել է նման ուսումնավարժությունների դերը, դրանք դիտարկելով որպես գործնական հարթակներ, որտեղ ձևավորվում է միասնական արձագանքման մշակույթ, փոխանցվում է փորձը եւ զարգանում մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Նա նշել է, որ մասնակիցների ներգրավվածությունը վկայում է, որ Սյունիքում գործող կառույցները լիարժեք գիտակցում են արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու կարեւորությունն ու առաջնահերթությունը։ Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով, յուրաքանչյուր փուլում մասնակիցներին առաջադրվել է ընդհանուր 50 խնդիր, որոնք հնարավորություն են տվել գնահատել նրանց կողմնորոշման, արագ արձագանքման եւ համագործակցության հմտությունները։ Ուսումնավարժության ընթացքում խաղարկվել են շտաբային աշխատանքի եւ տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, կազմակերպվել արձագանքման գործողություններ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռիսկային հատվածներում հնարավոր խնդիրների վերհանմանը եւ դրանց լուծման ուղիների մշակմանը։ Ուսումնավարժության ավարտին մասնակիցները լրացրել են գնահատման թերթիկներ, որոնց արդյունքները կօգտագործվեն հետագայում նմանատիպ միջոցառումների կազմակերպման, պլանավորման եւ մեթոդական կատարելագործման նպատակով։ Միջոցառման արդյունքները կծառայեն նաեւ արդեն գործող համակարգերի ամրապնդմանը, իսկ հայտնաբերված բացերը համապատասխան ուղղման աշխատանքների կազմակերպմանը։ Ուսումնավարժությանը հաջորդել է Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում անցկացված փրկարարծառայության տնօրենի ուսումնական խմբի հրամանատարական մասնագիտական պատրաստության պարապմունքը, հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը թեմայով, որն ուղղված էր փրկարարծառայության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի գիտելիքների եւ հմտությունների բարձրացմանը։ Մասնակցել են ներքին գործերի նախարարության փրկարարծառայության, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկերի նվազեցման վարչության, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ոստիկանության ստորաբաժանումների, պետական կառավարման համակարգի տարածքային մարմինների, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, ներքին գործերի նախարարության, ինչպես նաեւ բնակչության սպասարկում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նման օրինակ միջոցառումները միտված են բարձրացնելու հանրային անվտանգության մակարդակը եւ ձևավորելու բնակչության պաշտպանության արդյունավետ, ճկուն եւ փոխկապակցված համակարգ։